Ալիգարխներից ոչ ոք պատասխան չտվեց, Նիկոլը ոչ մեկին էլ չպատժեց, դրա պատճառով է, որ նրանցից շատերը հիմա դեմ են Նիկոլին, նման կարծիքներ շատ են հնչվում, ովքեր այդպես մտածում են, նրանք կամ չեն հասկանում, կամ էլ չեն ուզում հասկանալ, իրականում պատասխան են տվել բոլոր ալիգարխները, մոռացել եք այն տարիներին ինչ էր կատարում Հայաստանում, Հայաստանը կիսված էր ալիգարխների հարուստների մեջ, հարկեր չէին մոծում, կիսվում էին մենակ ինչ-որ ղեկավարների հետ, Սերժի աղբորը մի բաժին էին տալիս, կամ Սերժին, Քոչին ու վերջ, ամեն մեկ իրանց համար, պետության բյուջեն 2018 թվականին 2.5 միլիարդ էր ոնց որ, հիմա 9 միլիարդ է դարձել, որտեղից ավելացավ, դուք հասարաժողովուրդ, դուք չեք բերում այդքան մոծում, իհարկե ոչ, մեծամասնությունը մոծում են այդ նույն ալիգարխները, 2018 թվականին 2.5 միլիարդ, հիմա 9 միլիարդ են մոծում այդ նույն ալիգարխները, որ ճանապարհներ են այդքան կառուցում, դպրոցներ այդքան կառուցում, թոշակներն քանի անգամ բարձրացել, մարդկանց արդեն հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց են բուժում ջրի, մեծահասակներին, շատ բուժումներ ջրի է դարձել, հազար ձևի փոփոխություններ է կատարվում Հայաստանում, որից այդ գումարները, իհարկե այդ հարկերի միջոցով, այդ պետությունը, որը հարկ է ստանում, այդ հարկերը հիմա օգտագործում է ժողովրդի համար, կառուցում է, զարգացնում է երկիրը, մեր բանակի զինվորը արդեն հիմա հացի կարոտ չի, ինչպես այն տարիներին, նասկի տնից չի ստանում դա, այս հարկերի միջոցով շնորհիվ է կատարում, այդ հարկերը մոծում են ալիգարխները հենց, այդ նույն հայտնի հանցագործ Քոչարյանը ինքը եւս բիզնեսմեն է, մեծ բիզնեսմեն է, ինչ ասես Իրանը, հիմա ինքը այն ժամանակ ինչ հարկ մոծել, ինչ բան, ինքը հին բան է, ինքը երկրի ղեկավար էր, ինքը ոնց մոծել տամ, հիմա կզացած աշխատում է, հարկերը մոծում է, եթե 10% 10% մոծում է, վախենում է չմոծի, համոծում է, համ էլ բանտի համը բերանին մնացել է, հենց որ մի գործաբացում ինքը բանտի համը հիշում է ու կզացած աշխատում է հարկերը որտա, կամ էլ վերցնենք Դոտ Գագոն, պետության մեջ իր պետությունն ուներ, մինչև 2018 թվական, հիմա մսուս փուս աշխատում է ու մոծում է, հարկերը մոծում է, այդ 9 միլիարդից ինչքանը իր բանն է, բացում եք չի մոծում է, բանտի համն էլ էլի իր բերանը մնացել է, ինքը զգացել է բանտի համը, ինչ համ ունի տան, ասում են, գրում են բանը, կատաղած են, իհարկե կատաղած կլեն, այն ժամանակ չէին մոծում, հիմա մոծում են, հիմա ուզում են հետ գան, կատաղել են Նիկոլի վրա, այդ Նիկոլն է իրան զաստավի տանում, որ մոծում են, հիմա ուզում են հետ գան, որ նալոգ չմոծեն, հարկերը չմոծեն, որ ընտրություններին ձեզ բաժանեն 5, 10, 20 հազար դրամ, դուք էլ հասարաժողովուրդ գաք սուսիկ փուսիկ այդ 20,000-ը վերցնեք, իրանց ասեք, ինչ Գագոն ինչքան լավ մարդ է կամ էլ Սերժը տամ 21,000-ը տվե, այս Գագոն 25,000 դրամ կտա, Գագոն ուրեմն լավ մարդ է, 5 տարին մեկ մի հատ գումար եք ստանում էտա, իրանք է ժամանակներ են ուզում հետ գան, որ նալոգ չտան, վարկ չտան, հարկերը չտան, ձեզ մի անգամ ընտրությունների մի գումար տան, դրա համար այդ ձև վիճակա, Նիկոլը խի պետք է նստացնի, այդ մարդիկ աշխատում են, ամբողջ Հայաստանը այդ ալիգարխներին է կարելի ասել, բոլորին չի նստացնի, ոնց նստացնի, եթե դատախազներ, դատավորները այդ հանցագործների դրած դատավորների չի ելնում նստացնել հիմա, թող աշխատեն գումարը տան, ոչինչ կներենք, Նիկոլը ճիշտ քաղաքականություն անում, իմիջիալիոց, եթե ես լինեի Նիկոլի տեղը վարչապետ,
ասված չաներ ես էլ կանեի ինչ-որ Նիկոլը ոչ մեկին չէի նստացնի կվախացնեի բանտի համով կվախացնեի բոլորին որ սուս փուս կզած աշխատեն նալոգը տան հարկերը տան ու իրանց համար աշխատեն հանուն Հայաստանի Հանրապետության օրի բանի օգուտի տամ Քավոր ես գիտեմ որ տուն կառուցելը տուն քանդելը հեշտ է քանց թե կառուցել